Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ղարավարությունը կհրավիրի հայկական նոր դարվան Zoom հանդիպման։ Քեսաբը աղեդեն ետք վերագենտանացավ, բայտումներու ալիք Իրանի մեջ։ Իրան հարվածած է Քուեթի նավթավերամշակման գործարանը, իսկ իսրայելյան վարչագարկը Տեհրանին։ Իսրայելյան վարչագարկի հնարավոր լայնածավալ ներխուժում Լիբանան։ Դավիթ Սարապյանի 60-ամյակը հուզիչ երեկոյով Երևանի մեջ։ Չեմ ուզեր աչքերուց առջև գործընծնել Արցախը։ Քևորգ Սուրենյանց կաթողիկոսի բացառիկ նամակը ԱՄՆ նախագահ Ուդրո Ուիլսոնին։ Արևմտյան Հայաստանի ղարավարությունը պաշտոնապես կհրավիրի բոլոր հետաքրքրվողներուն մասնակցելու Zoom հանդիպման, որ նվիրված է Արևմտյան Հայաստանի հայկական նոր դարվան տոնակատարության։ Հանդիպումը տեղի պիտի ունենա շաբաթ 21 մարտ Փարիզի ժամանակով երեկոյան ժամը 6:30, իսկ Երևանի ժամանակով 9:30։ Հանդիպումը պիտի կայանա ֆրանսերենով եւ հայերենով։ Այս բացառիկ հանդիպումը առիթ կստեղծի հայ համայնքին միասին դոնելու նոր դարին, ծանոթանալու Արևմտյան Հայաստանի մշակույթին եւ պատմության, ինչպես նաեւ փոխանակելու բարեմաղթանք եւ խաղապարներ։ Արևմտյան Հայաստանի ղարավարությունը կհրավիրի բոլորին մասնակցելու այս կարևոր եւ խորհրդանշական ցերնարգին, պահպանելով հայկական ավանդությունները եւ միավորելով հայ համայնքը։ Մասնակցության պայմաններուն ծանոթանալու համար կխնդրենք այցելել Western Armenia պաշտոնական կայքեջ։ 1909 թվականի աղեդեն յետ Քեսապի հայությունը աստիճանաբար վերադարձավ իր հայրենի բնակավայրերը եւ սկսավ վերականգնման գործընթացը։ Չնայած մարդկային ծանր գոռոցներուն եւ լայնածավալ ավերածություններուն, բնակչությունը գրծավ վերագազմագերբվել եւ վերականգնել իր գենսունակությունը։ Աղեդեն յետ կազմվեցան հատուկ հանձնաժողովներ վնասներու գնահատման եւ օգնության գազմագերբման նպատակով։ Տեղական եւ արտասահմանյան բարեսիրական գազմագերբությունները նյութական աջակցություն դրամատրեցին բնակչության։ Քեսաբի մեջ սկսավ դուներու, եկեղեցիներու եւ դպրոցերու վերաշինությունը, հիմնվեցան նաեւ որբանոցներ եւ այրիանոցներ։ Չնայած բոլոր դժվարություններուն համայնքը հաջողեցավ վերագենտանանալ եւ շարունակել իր գոյությունը։ Իրանի շարք քաղաքներու մեջ ուրբաթ օր բայտումներ արձանագրված են։ Ըստ նախնական տեղեկություններու բայտումներ տեղի ունեցած են Տեհրանի, Բանդար Աբասի, Իսֆահանի, Յազդի, ինչպես նաև Բարտսիրի, Բաֆտի, Կերմանի եւ Արաքի մեջ։ Միաժամանակ երկրի հարավային հատվածի մեջ գտնվող Բանդար Լենգե նավահանգիստին մեջ հրտեհ բռնկած է։ Պաշտոնական աղբյուրներ առայժմ մանրամասնություններ չեն հաղորդել դեպքերու պատճառներուն եւ հնարավոր վնասներուն մասին։ Դեղեկատվությունը կշարունակե ճշտվել։ Մերձավոր արևելքի մեջ լարվածությունը կմտնե նոր եւ դանկավոր շրջանմը։ Իրանը հարվածներ հասուցած է Քուեթի խոշորագույն Մին Ալ Ահմեդիի նավթավերամշակման համալիրին, ինչի հետևանքով հրտեհներ բռնկած են։ Քուեթի իշխանություններու դվյալներով դժուժացներ չկան, սակայն շարք արտադրական միավորներ դադրած են։ Միևնույն ժամանակ երկրի հագաուտային պաշտպանությունը կշարունակե յետ մղել նոր հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերու հարվածները։ Զուգահեռաբար Տեհրանի մեջ բայտումներ արձանագրված են Իսրայելի նոր հարվածներու պայմաններուն մեջ։ Վերլուծաբանները կնշեն, որ հարձակումները կտարածվին Պարսից ծոցի տարբեր երկրներու մեջ, Քուեթեն մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ, ինչ որ կվկայե հագամարտության արագ ընդլայնման մասին։ Լարվածությունը կսրի Լիբանանի մեջ ուրգաջին Իսրայելի լայնածավալ ներխուժման մտավախությունները։ Պաշտոնական տվյալներով իսրայելյան օդային հարվածներու եւ ցամաքային գործողություններու հետևանքով զոհերու թիվը անցած է 1000-ը, իսկ դեղահանվածներունը 1 միլիոնը։ Մարտական գործողությունները կենտրոնացած են հատկապես երկրի հարավային շրջաններուն մեջ, սակայն բնակիչներն ու վերլուծաբանները կզգուշացնեն, որ մոտ ապագային հնարավոր է ավելի լայնածավալ ռազմական գործողություններու սկիզբ։ Իսրայելի գոմե ջնջման ուժեղացումը տարածքին մեջ կդիտարկվի իբրև հագամարտության նոր եւ ավելի վտանգավոր շրջան։ Երևանի մետրո թատրոնին մեջ տեղի ունեցած է Արցախյան առաջին պատերազմի հերոս Դավիթ Սարապյանի 60-ամյակին տվիրված հիշադակի երեկոն։ Միջոցառման մասնակցած են անոր մարտական ընկերները, մշակութային գործիչներ եւ աշակերտներ։ Երեկոյի ընթացքին ներկայացված է Դավիթ Սարապյանի մարտական ուղին, շեշտելով անոր մասնակցությունը Դող գյուղի ազատագրման եւ ծառայությունը Լեոնիդ Ասկալդյանի անկախության բանակին մեջ։ Միջոցառում ուղեկցված է երաժշտական կատարումներով, ֆիլմերու ցուցադրությամբ եւ Դավիթ Սարապյանի ստեղծագործություններու ներկայացմամբ։ Երևանի Արնո Բաբաջանյան համերգասրահին մեջ տեղի ունեցած է 44-օրյա պատերազմին զոհված Հայգազ Մկրտչյանի մասին Հայգը Կիրկի շնորհանդեսը։ Կիրկը հեղինակած է անոր քույրը Արևիկ Մկրտչյանը, եղբոր երազանքը կատարելու եւ հավերժացնելու անոր հիշադակը։ Հայգազ Մկրտչյան զոհված է 2020 թվականի նոյեմբեր 9-ին։ Կիրկին մեջ ներկայացված են անոր կյանքի եւ մարտական ուղիի մասին հարազատներու եւ զինագիծներու հիշողությունները։ Շնորհանդեսի ընթացքին հնչած են նաեւ Հայգազի խոսքերը պատերազմի օրերեն։
Հայերու ցեղասպանության ծանր դարիներուն ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանց նամակ հղած է Միացյալ Նահանգներու նախագահ Վուդրո Վիլսոնին հայ քաղաքականերուն համար մարդասիրական օգնություն խնդրելով, որոնք զրկված էին իրենց տուներեն եւ նյութական միջոցներեն։ Նամակին մեջ կաթողիկոսը մանրամասն նկարագրած է հայ ժողովրդին ահռելի դարաբանքները Միջագետքի, Հալեբի, Մուսուլի, Գիլիկիո եւ Բոլսո մեջ, ընդգծելով, որ անոնց կյանքը մշտական վտանգի տակ կգտնվի։ Ան թիմած է Ուիլսոնին խնդրելով աջակցություն ցուցաբերել սնունդի, հագուստի եւ գացարանի ապահովման միջոցով, որբեսի կարելի ըլլա փրկել այս դժվար մարդոց կյանքերը։ Գևորգ Սուրենյանց այս նամակով ցույց տված է իր հոգացությունը պատմական հայ ժողովրդի հանդեպ եւ միջազգային աջակցության անհրաժեշտությունը։ Նամակը գրելու ժամանակ կաթողիկոսը ծանր հիվանդ էր, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ ան շարունակե հոգալ իր ժողովրդին համար եւ միջազգային ղեկավարներեն օգնություն խնդրել։ Այս բացառիկ նամակը կվկայե ոչ միայն կաթողիկոսի նվիրվածությունը, այլև այն, թե ինչպես հայոց եկեղեցին վերածվեցավ ժողովրդին պաշտպանն ու ցայնը համաշխարհային հարթակին վրա, ստեղծելով պատմական հետ մարդասիրական չանկերու բնագավառին մեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։